Երեկոյան դիմահարդարում գնում ենք նշելու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Տոնային կրեմով հավասարեցնում ենք մաշկի երանգը։ Քանի որ երեկոյան դիմահարդարում եմ անում, սովորականից մի քիչ ավել եմ դնում տոնային կրեմը։ Այն նստացնում եմ խոնավ սպունգով։ Քանի որ խոնավ սպունգը իր մեջ է կլանում տոնային կրեմի ավելորդ մասը եւ ունենում ենք հրաշալի ծածկողականություն։ Իդեպ դեռ իմ անվանական սպունգն եմ օգտագործում, որը արտադրվեց 2021 թվականից։ Իսկ դեռ օգտագործողներ կան, դնում եմ կոնսիլերը 1 կետ, 2 կետ, մի փոքր աչքի դրսի անկյունին, այս մեջտեղի մասը, հոնքերի մեջտեղի մասը, մի փոքր դունչին։ Ամենավերջում աչքերի տակի զոնան, որպեսզի կոնսիլերը խտանա եւ ավելի լավ ծածկի։ Բրոնզերով կընդգծեմ այդ ոսկրերս, ճակատի եզրագիծը եւ վրսնի մնացորդով քթի ծայրը։ Թարմություն ենք տալիս ռումյանայով, շատ թեթև հայլայթեր եմ դնում, որովհետեւ այն կոսմոսից փայլող հայլայթերը էլ նորաձև չի։ Դիմափոշով կֆիքսեմ աչքերի տակի զոնան, տեսեք ոնց է տարբերվում դրված եւ չդրված կողմը։ Այն նույն բրոնզերով կընդգծեմ աչքի ոսկրային մասը։ Նույն բրոնզերով կընդգծեմ աչքի տակի թարթիչի սահմանը։ Գել տուշով կֆիքսեմ եւ կսանրեմ հոնքերս եւ կընդգծեմ մատիտով։ Աչքի շարժվող կոպին կդնեմ այսպիսի բաց ոսկեգույն սպարկլ մատով անպայման կընդգծեմ ստրելկաներ։ Եվ կպատեմ թարթիչներս տուշով, շուրթերին մատիտ եւ շրթներկ։ Վերջում պարտադիր ֆիքսում եմ դիմահարդարումս։ Ես պատրաստ եմ նշել իմ սիրո տոնը, թող Տերը ձեզ օրհնի մեծ սիրով։ Եթե հավանեցիք, սեղմեք այն սիրուն սրտիկին, որպեսզի այն կարմրի եւ միացեք ի մեջին, որպեսզի բաց չթողնեք հետագա նորությունները։